Ընդամենը մի քանի տարի առաջ մեզ մտահոգում էր միայն համակարգիչների անվտանգության հարցը, մինչդեռ մեքենաները եւ կենցաղային տեխնիկան բնավ կապված չէին մնացյալ աշխարհի հետ, սակայն իրավիճակը սրընթաց է փոխվում։ Շուտով այսօրվա օգտագործվող բոլոր սարքերը միացված կլինեն ցանցին։ Դա մի կողմից կյանքը կդարձնի ավելի հարմարավետ, սակայն եթե ցանցը պատշաճ կերպով պաշտպանված չլինի, բավական լուրջ խնդիրներ կծագեն կապված տարբեր կիբեր հանցագործությունների հետ, օրինակ անձնական տվյալների գողությունը։ Ժամանակակից շատ փոխադրամիջոցներ հագեցված են համակարգիչներով, որոնք միանում են ինտերնետին սմարթֆոնի միջոցով կամ ուղղակի կերպով, դառնալով հաքերային հարձակումների թիրախ։ 2015 թվականի հուլիսին արձանագրվել է հաքերների կողմից մեքենայի ընթացքի հեռավար կանգնեցման դեպք։ Ավտոարտադրողները եւ ինտերնետ անվտանգության մասնավոր ընկերությունները երկուստեք մշակում են հավելվածներ մեքենաների համակարգիչների համար հնարավոր ներխուժումներից պաշտպանվելու նպատակով։ Ծրագիրը տեղադրված է մեքենայի կառավարման կարևոր համակարգերից մեկում, պաշտպանելով փոխադրամիջոցի ներքին ցանցը ներխուժումներից կամ հաքերային հարձակումներից։ Այլ մասնագետներ ավելի հեռուն են նայում հոգալով խելացի կենցաղային սարքերի կիբերպաշտպանվածության մասին։ Կալիֆոռնիայում գործող Dojo Labs ընկերությունը վերջերս ներկայացրել է մի սարք, որը հետևում է ինտերնետի միջոցով հեռակա կերպով վերահսկվող ցանկացած կասկածելի գործունեություն կապված կենցաղային տեխնիկայի հետ։ Համակարգը վերլուծում է սարքերի աշխատանքը եւ որևէ արտասովոր գործունեություն բացահայտելիս ոչ միայն նախազգուշացնում է օգտատիրոջը, այլև դադարեցնում է սարքի աշխատանքը։ Փորձագետների խոսքերով իրերի ինտերնետի ընդլայնմանը ընդառաջ արժե մտածել մարդկանց անձնական կիբերտարածքի անվտանգության մասին։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։